մասի հետ կապ չունի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Յորոնից է։ Առաջվեց տեսանյութ, որտեղ ռուս բլոգերները ձեր անունից զանգահարում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, եկեղեցու հետ կապված քննարկումներ են ունենում եւ ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշում է, որ պատրաստ է աջակցել ձեզ, իմանալով, որ ձեզ հետ է զրուցում, ասում է պատրաստ եմ աջակցել ձեզ կաթողիկոսի հեռացման հարցում։ Նախ ուզում եմ սրա վերաբերյալ ձեր արձագանքը, դիրքորոշումը, արդյոք սա դուք արտաքին միջամտություն չեք համարում, քանի որ օրինակ շատ է խոսվում, ռուսական կողմից արտաքին միջամտության մասին, այս դեպքում հետաքրքիր է ձեր դիրքորոշումը, դուք սա միջամտություն համարում եք թե ոչ, եւ երկրորդ հարցս շատ է վերջին շրջանում խոսվում իրավապահ համակարգում սպասվող փոփոխությունների մասին, ասում են, որ դժգոհ եք օրինագլխավոր դատախազի ներքին գործերի նախարարի եւ այլ պաշտոնյաների աշխատանքից ու պաշտոնակություններ առաջիկայում կտեսնեք թե ոչ, եւ խոսվում է նաեւ Արգիշտիկ Հերմյանի հնարավոր վերադարձի մասին, ինչ որ քննարկումներ այս մասում կա, որոշում ունեք թե ոչ։ Ոչ, չկա տենց քննարկում եւ իրավապահ համակարգի հետ կապված ես հարց չունեմ, մանավանդ հաշվի առնելով իրավապահ համակարգի մի հատվածի ինքնավար եւ անկախ աշխատանքի բնույթը եւ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, ինչ որ մարդիկ զանգել են ինչ որտեղ, ասենք եթե Կտրիչ Ներսյանի անունից հանդես գային, այդ մարդը ուրիշ բաներ ասելու, ասենք երբ որ տենց ձայնագրություն էլ կհրապարակվի, այսինքն ինչ որ մարդիկ զանգում իմ անունից ինչ որ բան են ասում, հետո ինչ որ մարդ ինչ որ բան պատասխանում է, հետո Հայաստանում ասում են, որ թուրք պաշտոնյան, իսկ կներեք, որ պատրիարքարանի դռները իմացի ժամանակ փակել էին Ստամբուլում։ Ինչի ոչ մեկ չասեց Թուրքիայում թուրք պաշտոնյաների աջակցությամբ առաջնորդանի դռները փակվել էին։ Այդ ժամանակ բոլորը մոռացել են կամ ինչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Այսինքն այդ բանը, այդ այսպես ասած իբր մի հատ լրացուցիչ էմոցիա է, կամ կարդում ես վերնագիրը։ Հայ բանը, ասենք օրինակ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին, վերնագիրը 4 տառաչափ ավելի մեծ, բայց որ ճապոնացունը հաղթել, դե ափսոս որ հաղթել, այ որ ճապոնացուն պարտվեր, ավելի լավ կլիներ։ Այսինքն դա կներեք, հենց այդ եմ ասում, դա բանի, դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է։ Դա հենց արտաքին գործոնների կողմից Հայաստանում վաղուց ներդրված հայրենասիրության չափանիշը, որ եթե հաղթումը, ասենք ենթադրենք թուրք ըմբիշին հաղթեց կամ ադրբեջանցի, դա ինչ որ առանձնահատուկ իրադարձ, կապ չունի ինչ մակարդակի մրցաշար է։ Բայց որ ասենք ուրիշին հաղթեց, դե հաղթեց։ Դուք նշեցիք թուրք պաշտոնյան, դուք նշեցիք։ Ես հավելման մասին եմ խոսում։ Ասում եմ, այդ պրանկերները թող մի հատ զանգեն Կտրիչ Ներսյանի անունից խոսան, այդ բոլոր պաշտոնյաների հետ, տեսնենք իրանք ինչ կասեն, այդ պաշտոնյաները, հետո կմտածենք դրա մասին, իմ ինչ մեկնաբանելու բանն է։ Կամ թող զանգեն Կալուգացի օլիգարխի անունից խոսան։ Կամ Նարեկ ջան, մենք ձեր հարցը լսել ենք, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, հաջորդը Շան։ Պարոն Մարտիրոսյան, Հայաստանը միաժամանակ խորացնում է հարաբերություններ Արևմուտքի հետ եւ ռազմական հարաբերությունների այսօր Իրանի նախագահ Մազուդ Փեզեքչյանը հայերեն իր ուղերձում կարևորել էր այդ հարաբերությունները։ Երեք Հայաստանում Իրանի դեմ սպանամտահոգություն էր հայտնում TRIP ծրագրի մասով, չնայած նշվեց, որ նաև Հայաստանի կառավարությունը այդ կասկածները փարատելուն ուղղված գործողություններ արել է, էլ ինչի անհրաժեշտություն եք տեսնում այս մասով, որպեսզի իրանցիները ունենան վստահություն։ Էլ եմ ասում, TRIP նախագծի շրջանակներում որևէ կոնսպիրացիա չկա։ Հայաստանը պետք է ապաշրջափակվի եւ տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի։ Այսինքն գնացքը պետք է գնա գա,
ավտոմեքենա պետք է գնա գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետքա լինի, հնարավոր է գազամուղեր, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ, այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Մենք թափանցիկ ենք, ցանկացած հարցի կարող ենք պատասխանել եւ պատրաստ ենք պատասխանել եւ այս ուղերձն ենք տվել։ Մտահոգություն, շատ լավ, պետք է ձևակերպել մտահոգությունը ինչի մեջ է, մենք համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Եվ մենք շարունակելու ենք բոլոր մեր գործընկերների, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև սա գլոբալ նախագիծ է եւ գնալով հասկանալի է այդ նախագծի արժեքը եւ նշանակությունը ավելի մեծանում է եւ մենք էլ ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, րոպե առաջ։ Ոնց ինչքան հասկանում եմ ամերիկյան կողմն էլ է դա ուզում, հիմա պետքա ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ այս տարվա մեջ աշնանը արդեն գետնի վրա առաջին աշխատանքները իրականացվեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Նյուզերն։ Հա, իմիջիայլոց։ Շատ կարևոր է, որ TRIP նախագծի իր ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Այսինքն այստեղ այս դետալները հաշվի առնելով TRIP նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։ Շնորհակալություն Նյուզերն։ Խոսքից մի քանի հստակեցումներ, որտեղ ձեր պատասխաններում կան այսպես հարցեր առաջացնող բաներ։ Տեսեք, դուք ասում եք